Գեոգրաֆիկ TV-ն ներկայացնում է։ Խաչատուր Ազիզյանը հայ աշխարհի լավագույն գեղանկարիչներից է։ Նրան ճանաչում ենք առանձին ստեղծագործություններով, տարբեր ցուցահանդեսներից, բայց երբ 2014-ին բացվեց նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը, այն ամբողջությամբ բացահայտեց Ազիզյանի էությունը որպես նկարիչ։ Նա շատ պոետիկ, ռոմանտիկ նկարիչ է, սիրում է հայոց աշխարհը։ Խաչատուրի ազնվությունը, անմիջականությունը զգացվում է իր կտավների մեջ։ Չեմ ցանկանում առանձնացնել այս կամ այն աշխատանքը։ Խաչատուր Ազիզյանն իր անհատական ցուցահանդեսով նորից ապացուցեց, որ ինքը Հայաստանի լավագույն նկարիչներից է։ Ստեփան Անդրանիկյան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ։ Գեղանկարիչ եմ իմ մասնագիտությամբ, որոշ քանդակային բաներ արել եմ, անում եմ։ Խոսելով գեղանկարիչ Խաչատուր Ազիզյանի մասին, կարելի է ասել, որ նա այսօր հայ գեղանկարչության մեջ ամենաշնորհաշատ եւ բեղմնավոր նկարիչներից է։ Ունակ լինելով գեղանկարչության գաղտնիքներին տիրապետելուն, Ազիզյանը նաև, եւ որ ամենագլխավորն է, իսկական հայ նկարիչ է իր երկրի զավակը։ Նրա ստեղծած կոմպոզիցիոն կտավները խոսում են հենց այդ մասին։ Սկսած 70-ականներից նրա աշխատանքներում տեսնում ենք այն գլխավոր ասելիքը, որ այսօր էլ հրատապ է մեր երկրի ու հասարակության համար։ Այս ամենի հետ մեկտեղ Խաչատուրը բարեկիրթ անձնավորություն է, հարգված բոլորի կողմից։ Նա իսկական քաղաքացին է Հայաստանի Հանրապետության։ Ռոբերտ Էլիբեկյան, Հանրապետության ժողովրդական նկարիչ։ Նկարչությունը դա ասելիք է, Սարյանի խոսքով ասեմ, գրքումս էլ կա այդ մի տողը, շատ եմ հավանում եւ ճիշտ է ասել։ Նկարչությունը, երաժշտությունը, պոեզիան, ճարտարապետությունը դրանք մարդկանց տանում են դեպի արևը։ Շատ մեծ փիլիսոփայությամբ եւ շատ պարզ բառերով է ասել, որը ճիշտ է։ Առանց նկարչության, առանց արվեստի կյանք չկա։ Խաչատուր Ազիզյանի արվեստում նրբորեն միահյուսվում են անցյալն ու ներկան, պատրանքն ու իրականությունը, առերևույթն ու շոշափելին, էպիկականն ու անձնականը։ Գույնն է նրա կտավների այն հիմնական արարիչը, որ ստեղծում է տրամադրություն, արտահայտում օրվա պահ եւ անգամ բույր։ Եվ այս ամենին կենթանություն ու շունչ են հաղորդում լույսի մեղմ ցոլքերը, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր վրձնահարվածի։ Փարավոն Միրզոյան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր։ Նկարչությունը նա է, որ դու քոնն ես դնում, քո սրտի ասածն ես, քո ցանկությունն ես դնում այդ աշխատանքի մեջ։ Դա է նկարիչը։ Կերպարվեստի աշխարհում ճամփորդությունը սկսելով իր ընտրած մի ուղեգծով, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանը շարունակել է աշխատանքը դրա արդյունավետ ճյուղավորումներում իրեն հատուկ ոճային ընդհանրության մեջ, տարանջատելով ու համադրելով կերպավորման տարբեր եղանակները։ Ստեփան Թոփչյան, գրականագետ, արվեստաբան, նկարիչ։ Ազիզյանի նկարչությունը ես տենց մանկությունից գիտեմ, բայց պետք է ձեզ ասեմ, որ վերջին ցուցահանդեսներից մեկը որ տեսա, էլ ավելի մեծ հայտնություն էր ինձ համար եւ մի քանի նկարների ուղղակի սիրահարվեցի։ Հայրս նկարիչ էր, ես էլ փոքրուց նկարել եմ, շատ փոքրուց։ Իհարկե բոլոր երեխաներն նկարում են, բայց ես փոքր 7-8 տարեկանից ես նկարել եմ արդեն յուղաներկով, այդպես շատ գործեր եմ արել, հորս հետ գնում էի եւ ոչ միայն հորս նկարիչների հետ շատ էի գնում նկարելու դրսում էտյուդներ անելու։ Սերը կար մեջս եւ երևի գեների մեջ կար, ինձ թվում է հորս եւ իմ էլ առաջի տեղում է եղել նկարչությունը, այսպես ասեմ։ Սիրել եմ
այստեղ կապ չունի հայրս նկարիչ էր թե ոչ։ Ոչ, ես սիրել եմ նկարչությունը, որովհետև շատ եմ շփվել փոքրուց նկարիչների հետ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանի նկարները հիմնականում խոհափիլիսոփայական են։ Իրենց մեջ մարմնավորում են այնպիսի մտքեր, որոնց ես չեմ հանդիպել որևէ այլ նկարիչների մոտ։ Երեք գունանի եմ, երեք։ Աշխարհում երեք գույն կա չէ։ Դեղին կապույտ կարմիր։ Էդ եմ ես։ Ամեն ինչ եմ։ Նայած օր, նայած ժամ, նայած ում հետ եմ շփվում։ Խաչատուր Ազիզյանի արվեստում կարելի է տեսնել ազգային թեմաներով մոնումենտալ գործեր, որոնք հեղինակի բազմաշնորհ լինելու եւ իր ակունքներին հավատարիմ լինելու վկայությունն են։ Փարավոն Միրզոյան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր։ Ինչու այդպես ստացվեց, որ ես որոշեցի երաժշտության հետ կապված ցուցահանդես կազմակերպել։ Մանկուց սիրել եմ շատ երաժշտությունը։ Եվ ես միշտ ասում եմ, այսօր էլ էի ասում ընկերներիս մոտ, որ միշտ մտածել եմ, այ մարդ, երաժշտությունն է գլխավորը, կերպարվեստը, թե գրականությունն ու պոեզիան, եւ միշտ տատանվել եմ, այսօր չեմ տատանվում, այսօր միասին են իրենք։ Ես երաժշտություն շատ եմ սիրում, որոշեցի, որ ցուցահանդես կատարեմ եւ առաջի աշխատանքը Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետից էր, առաջինը դա էր։ Հետո սկսեցի զարգացնել եւ այնտեղ կա աշխատանքներում կա ուրեմն եւ աբստրակտ գործեր վերացական, բայց շատ մոտ տվյալ կոմպոզիտորին։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ նկարներին, հենց այդպես էլ ես մոտեցել եմ, ասենք օրինակ Շումանի երաժշտությունը շատ լիրիկա է ամբողջ Շումանը, եւ այդպես էլ մոտեցել եմ կտավին։ Ռախմանինովը լրիվ այլ է, Կոմիտասը լրիվ այլ է։ Հասկանում եք, Բախը լրիվ այլ է։ Սենց ասեմ, ինքը ոնց որ բոլորին, մանավանդ երիտասարդ սերնդին, ապացուցեց մի վրձնի շարժումով, այսպես ասած, ապացուցեց, որ կարելի է սենց էլ պատկերել, մտածել, ցույց տալ աշխարհին, աշխարհը սենց տեսնել։ Գեղեցիկը նրա արվեստում չի ընդհանրացվում պատկերի արտաքին մանրամասների հետ։ Գեղեցիկը նրա համար նաև լուսավոր մտքի ճախրանքն է, լավատեսության զորեղ, հնչեղ գամմայով, հարազատ ժողովրդի լինելիության գաղտնիքներին հաղորդվելու իծնե մղումով։ Սարո Սարուխանյան, արվեստաբան։ Իր նկարի մեջ ես տեսա հենց այն, ինչ որ Բեթհովեն սիրողը եւ Բեթհովենով ապրող մարդը զգում է, տեսնում է եւ գիտի Բեթհովենի մասին։ Յուրաքանչյուր ստեղծագործությունը կարծես գույների միասնություն լինի, բայց այնտեղ կա եւ երաժշտություն, եւ գույն, եւ ասելիք։ Ես սրտով եմ ստեղծագործում, ինչ որ կատարում եմ, մեջս պետք է եփվի, շատ ազատ եմ ես, հատուկ ոչ չունեմ։ Խաչատուր Ազիզյան։ Դե նշված ցուցահանդեսը երաժշտության հետ կապված, առաջերտին ասեմ, որ ես այն վերնագրել եմ տեսանելի երաժշտություն։ Շատ հետաքրքիր խիզախ համարձակ քայլ է արել իմ ընկեր Խաչատուր Ազիզյանը, որ հղացել է այս շարքը։ Եվ ներողություն, այնտեղ կա նաև ոչ կոմպոզիտորներ, ուղղակի երաժշտության հետ կապված սոնատ, սիմֆոնիա կոչվող աշխատանքներ այդպես էլ կան։ Իսկ աշխատանքները կամ կոմպոզիտորի որևէ ստեղծագործության մասին է,
ասենք Բեթհովեն 9-րդ սիմֆոնիա, կա եւ ուղակի Բեթհովեն։ Խաչատուր Ազյանը հայկական իմպրեսիոնիզմի այսօրվա ամենաերևելի ներկայացուցիչն է, անտարակույս, բայց իհարկե բարեբախտաբար ինքը չի կրկնում ոչ թեմաները, ոչ էլ նրանց աշխատելու կերպը, որովհետև նա այսօրվա ստեղծագործող է, այսօրվա կյանքի թրթիռը կա իր վրձնահարվածների մեջ եւ գունային առումով թեկուզ տարբեր է, որովհետև նրանց ավելի վառ գույներին, այստեղ կա ավելի խիտ ու հագեցած գույներ եւ հատկապես բոլոր նկարներում ես տեսնում եմ այդ կապույտը, մի առետով ասել եմ այդ անվախճան կապույտը, որովհետև մեկ դա երեկո է դառնում, մեկ թանձր գիշեր, մեկ էլ առավոտյան արշալույս։ Բարով եք եկել Հայաստանի նկարիչների միություն, ողջունում եմ բոլորիդ, այսօր Արա Սարգսյան ցուցասրահում բացվում է Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդես, որին շատերը երբ քիչ անց կմտնեն ցուցասրահ, պետք է զարմանան, որովհետև լիովին ուրիշ Ազիզյան եք տեսնելու եւ շատ ուրախալի է, որ ցուցահանդես, որը կայանում է այսօր, ամբողջովին վերափոխված է նրա արվեստը, բայց գիծը կա, այն երկար տարիների աշխատանքի գիծը իր աշխատանքներում արկա են։ Այսօր բացելու ենք նախադեպը չունեցող մի ցուցահանդես եւ խոսելու ենք շատ արժանավոր մի մարդու, հրաշալի գեղանկարչի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանի արվեստի մասին, որը ստեղծագործական երկար եւ բովանդակալից ճանապարհ է անցել։ Այ Խաչատուր Ազիզյանը ծնվել է շատ հայտնի մի նկարչի Սուրեն Ազիզյանի ընտանիքում, որը առաջիններից էր Երևանում, որ արվեստանոց ուներ եւ նրա արվեստանոցում հավաքվում էին ամենահայտնի, ամենատաղանդավոր, ամենաշնորհալի արվեստագետները եւ Խաչատուրը մեծացել է այդ միջավայրում եւ նույնիսկ արժանացել է Երևան Քոչարի ուշադրությանը Ծաղկաձորում Կեչարի Սիվանքը նկարելիս, ասել է Գուլո ջան, դու բոլորից լավ ես նկարել, պատկերացնում եք։ Ես շնորհավորում եմ բոլորիս այսօրվա ցուցահանդեսի կապակցությամբ, շնորհավորում եմ պարոն Ազիզյան ձեր անհատական ցուցահանդեսի կապակցությամբ, մաղթում ձեզ քաջ առողջություն, ինչը շատ կարևոր է եւ պետք է ձեզ, իսկ մեզ բոլորիս բարի վայելում եւ ցանկանում եմ ձեզ հանձնել ձեր ցուցահանդեսի հավաստագիրը։ Շնորհավորում եմ։ Բոլորիդ եմ ասում, շնորհակալություն, որ այստեղ եք իմ կողքին։ Դրանով ես հպարտ եմ։ Շնորհակալություն։ Հայտարարում ենք ցուցահանդեսը բացված։ Ազիզյան Խաչիկին ես ճանաչում եմ շատ վաղուց, դեռ ուսանողական տարիներից։ Մենք միասին Քոչարի 13 շենքում արվեստանոցներ ունեինք, բոլոր նկարիչների արվեստանոցներն էին, հաճախակի հանդիպում էինք։ Եվ ուրախ եմ, որ այսօր Խաչիկ Ազիզյանը շատ ինքնատիպ ձևով է ներկայանում, որովհետև ինչ-որ ես հիմա տեսնում եմ, մինչև այսօր նման բաներ իր մոտ չեմ տեսել։ Դա գալիս է ասելու, որ ինքը իր ներքնաշխարհում պեղումներ է կատարում, այսօրվա վիճակը, այսօրվա զգացումները, արտաքին աշխարհից ստացած իմպուլսները վերարտադրում է, այնպես ինչպես ինքը այսօր ընկալում է։ Շատ հետաքրքիր ցուցահանդես է եւ կուզենայի, որ ասենք դա շարունակվի։ Հանճարեղ մի նկար, տվյալ դեպքում Մոցարտը, դա աշխարհ է։ Տենց կարելի է ասել շատ կոմպոզիտորների մասին, որոնք ներկայացնում են մի աշխարհ։ Այդ երաժշտությունը կլանում է եւ տանում է շատ հետաքրքիր ցուցասրահ է, ես շնորհավորում եմ հեղինակին իր մոտեցումների համար, ասում եմ յուրովի մոտեցում է։ Ազիզյան Խաչիկը իմ ուսուցիչ է եղել։ Թերլեմեզանում գծանկար է դասավանդել։
ու ես այսօր հրճվանք եմ ապրում, այսինքն ես իմ համար բացահայտեցի մի նոր ազյան խաչիկ, որը լրիվ նորովի մի աշխարհ է բացում ու ֆանտաստիկ աշխարհ, այսինքն մոտենալով յուրաքանչյուր նկարի, տեսնելով, կարդալով վերնագիրը ինչ երաժշտական ստեղծագործություններ է ստեղծել ու յուրաքանչյուր կոմպոզիտորի հետ, որ նայում ես համահունչ է ցուցահանդեսը։ Ինքը ստեղծագործող անհատ է եւ լի է, գիտեք, կյանքով եւ այդ կյանքի մեջ այդ ստեղծագործությունը մենք տեսնում ենք կտավների միջոցով։ Այդ կտավների միջոցով մեր հետ խոսում է, ճանապարհ է հասնում եւ ուղեկից է դառնում մեզ համար։ Հրաշալի է, երբ նկարիչը իր նկարներում կարողանում է մեծ վարպետությամբ միաժամանակ համադրել թե երաժշտությունը եւ թե գեղանկարչությունը, դա բացառիկ երևույթ է։ Երկրորդը, որ ինքը ունի իր ուրույն տեղը, կերպարվեցնում եւ շատ մեծ քայլերով է գնում առաջ, որը ուրախացնում է։ Այսինքն ինքը կարող է ցուցադրի բոլոր պատկերասրահներում, Լուվրում կարելի է ներկայացնել հայ կերպարվեստը իր միջոցով, որը ինձ համար շատ կարևոր է։ Ճիշտն ասած, Խաչատուր Ազիզյանի գործերը ես տեսել եմ տարբեր ցուցահանդեսների ժամանակ, իսկ այսօրվանը նվիրված են երաժշտությանը, կոմպոզիտորներին, երաժշտական աշխարհին, շատ հետաքրքիր կոնցեպտ էր ու ասեմ, որ շատ զարմացած մնացի։ Ես Խաչատուրի ազգականներից եմ։ Մենք ժամանել ենք այստեղ Նոր Զելանդիայից, Ավստրալիայից եւ Ֆրանսիայից։ Մենք չափազանց հպարտ ենք նրանով։ Նա զարմանալիորեն շատ տաղանդավոր է։ Ես շատ ուրախ եմ, որ նրա արվեստի ոճը միշտ փոխվում է, զարգանում։ Միջոցառումը բազմամարդ է, որի համար ես շատ ուրախ եմ։ Եվ իսկապես հիանալի ցուցահանդես է եւ ես նաեւ զարմանում եմ, թե ոչ թե զարմանում եմ, ուրախանում եմ, նկարիչը ինչպիսի խորը երաժշտական գիտելիքներ պետք է ունենա, որ այս ամեն ինչը կարողանա նախ ընկալել, իր մեջով անցկացնել եւ հետո իր տեսիլքը այդ կոմպոզիտորի կամ ստեղծագործության մասին այս ձևով ուրեմն հաղորդել կտավին։ Ազիզյան խաչիկը միշտ մեզ զարմացնում, ուրախալի զարմացնում է իր ստեղծագործություններով, անընդհատ նոր մոտեցումներով արվեստի գեղանկարչության հանդեպ։ Եվ ամբողջ կյանքում զարմացել եմ իր մարդ տեսակի վրա եւ իր գեղանկարչական երևակայության վրա։ Գույների հետաքրքիր պատկերման, դեկորատիվ լուծումների, այսօր էլ նաև կարծես թե Նիկչել ոնց որ աբստրակտ ձևի անցնելու համարձակ քայլեր են, բոլորը համարձակ քայլեր են, որը կարող էր անել հենց Ազիզյան խաչիկը։ Ես շնորհակալ եմ, որ իրեն ճանաչում են, ինքը լավ գեղանկարիչ է։ Այս ցուցահանդեսը ինձ համար նորություն էր նրանով, որ Ազիզյան խաչիկը եղել է իմ առաջի ուսուցիչներից, ես իրան ճանաչել եմ որպես ռեալիստ, այս իմ գեղեցիկ ուսուցիչը խելրել է ուսման գեղեցիկ ցուցահանդես է բացել տարին, այս մեծ տարիքում արդեն այդ ռեալիզմից հետո ինքը մեծ հիմք ունենալով նկարչական իմաստով, գծանկարի հիմք ունենալով երևի տարիների ընթացքում հասկացել որ կարելի է եւ ազատվել ռեալիստական կերպարներից ու վերացական արվեստը իր մոտ ես օրինակ շատ ապշած եմ ու ուրախ եմ որ այս ձևի գեղեցիկ ցուցահանդեսը արել Ինդեր Ազիզյանը, ապրի Ինդեր Ազիզյանը ու այդ էներգիան, այդ գեղեցկությունը, էսթետիկան ինքը պահել է ու տալիս է դիտողին։ Այստեղ հենց մենք տեսնում ենք Հայդենը, որ ես գտնում եմ շատ ուժեղ գործ է եւ այնտեղ Բախը իր կանոնիկ օրենքներով, այսինքն շատ տպավորված եմ եւ ընդհանրապես շատ սիրում եմ Խաչատուր Ազիզյանի արվեստը եւ այս շարքը նույնպես արտակարգ մեծ ձեռքբերում եմ համարում ընդհանրապես իր արվեստի մեջ եւ ինչի՞ չէ հայկական գեղարվեստի ընդհանրապես նշանակալից էջերից մեկն է։
Մոտ 40 դա քիչ, 40 աշխատանք կատարել, որը մեկը մյուսին չի կրկնում, իր ռիթմիկով, գունային գամայով, վերաբերմունքով։ Եվ զգում ես, որ ինքը պարզապես ոչ թե վերացական աշխատանքներ կատարել, այլ ինքը զգացել է լրիվ այդ հեղինակին, այսինքն ընկարել է հեղինակին, ոչ մի անգամ չի լսել, այլ տարիների ընթացքում ինքը ընտրացած ապրել է նաև այդ երաժշտությունները։ Ես հիացած եմ, հնարավոր չի, որ դա ապրումից չլինի, դա չի կարող հենց այնպես վերնագիրներ լինել։ Նա լսում է, նա ապրում է դրանով եւ բնականաբար դա ստեղծվում է ոչ թե երաժշտության ազդեցության տակ, այլ դա արդեն ապրելակերպ է, ամբողջությամբ վերցրած արվեստը, նկարչություն եւ միջոցը, երաժշտությունը միջոց արտահայտելու պատկերացնում եք իր նոր պատկերացումները, այս նոր մտածողությունը, որը հասունացել է իր մոտ, հրաշալի աշխատանքներ են։ Ինձ շատ դուր եկավ Ալեքսանդրովի այդ ստավասան ագրոմնը, Մոցարտին վերաբերյալ բաներ կա, Բեթհովենին սիմֆոնիա, Բաբաջանյանը, որը շատ դեպուկած ժայռից ոնց որ ասած այդ ռիթմիկան իր Բաբաջանյանի մաժոր եւ հերոսական այդ ռիթմիկան բացահայտված է։ Վերջի ցուցահանդեսս իմ այդ տեսանելի երաժշտություն կոչվող 48 նկար էր։ 48 նկար էր, էքսպոզիցիան հետաքրքիր էր, եղել խիտ չէր։ Հիմնական ոչ ասեմ այստեղ abstraksiyaներ էին, ոչ բոլորը։ Մենք ավելի ճիշտ բառ ունենք, ասում ենք ֆորմալիստական է։ Կար մի քանի աշխատանք ռեալիստորեն կատարված, կար լրիվ abstraksiyaներ, այնպես որ ազատ էր, ոճը ազատ էր։ Կա մի աշխատանք Բեթհովենի պորտրետն է, բայց որպես պորտրետ չեմ արել, որպես մեծագույն մարդ։ Այդտեղ մենակ աչքերն են խոսում Բեթհովենի։ Իսկապես մտածում եմ, որ մենք մեր կողքը ունենք մեծ նկարիչ ու այս շարքն էլ երաժշտության հայտնություն է, այնտեղ այնպիսի դիպուկ նկարներ կան, օրինակ ինքը մի абստրակցիոնիզմով արված մի նկարով, այնպես է նկարագրում լիստին, որ դժվար է պատկերացնել, կամ ասենք Վերդին ավելի մի քիչ նատուրալ նկարեր, որը նույնպես հրաշալի սիրուն էր։ Բեթհովենի գլուխները արտակարգ ազդեցիկ, բայց Բախը ինչ որ չգիտեմ, օրինակ կուբիզմի ոճով արված մի նկար էր, որ տեսնում ես, ասում ես, հա, Բախ։ Մոցարտի ռեկվիեմի ստեղծագործության առաջ որ կանգնեցի, պապայի նկարած, իմ մոտ մի անգամից երաժշտությունը արդեն սինխրոնացվեց նկարի հետ։ Այսինքն ես նայում եմ ու ես այդ երաժշտությունը մեջ ռեկվիեմը օրինակ եւ նմանատիպ էլի Վիվալդի կլինի թե Բախ, Բեթհովեն։ Գիտեք, բավական տարբեր էմոցիաներ, օրինակ Բեթհովենի նկարից անկեղծ ասած մեծ հզոր ուժ զգացի։ Ունի բացառիկ զգացողություն, լիրիկ նկարիչ է ինքը։ Ընդհանրապես նկարիչը մարմնավորվում է իր ստեղծագործություններում, նրա ստեղծագործությունները իր հոգու հայելին են։ Ես միշտ ձգտել եմ նախ եւ առաջ աշխատանքներս չնմանվեն իրար, տարբեր աշխատանքների մեջ պահպանեմ վերջին հաշվով իմ եսը եւ անեմ գույնը որպես միջոց արտահայտման, որը ինձ համար կարևոր է շատ, եւ ընդհանրապես առանց գույնի չկա գեղանկարչություն, չկա կյանք նույնպես, չկա։ Բոլորովին պատահական չի, եւ ինքը հանդգնորեն գնացել է այս շարքը ստեղծելուն եւ ես ողջունում եմ։ Կտավ կար, որ մի օրում եմ, արայ կտավ կար, չէր ստացվում երկար տևեց 10 օր, 20 օր նայած եւ լսում էի իհարկե իրանց երաժշտությունը։ Ես նկարում էի շատը կա, որ ոչ էլ դրել եմ Բախը, ինչ դնեմ, գիտեմ, անգիր գիտեմ իրեն, բայց կար բաներ, որ դրել եմ մի քանի անգամ եմ լսել, օրինակ Մալերին լսել եմ մի քանի անգամ, որտեղ
շատ դժվար էր հասկացվում իրեն ամեն ինչը։ Հասկանում եք, տենց մոմենտ կա, ոչ թե դրել եմ երաժշտությունը ու նկարել, այդպես չի լինի, կեղծ կլինի։ Ընդհակառակ ես միշտ դեմ եմ եղել նկարելու ժամանակ երաժշտություն լսելը։ Դեմ եմ այդ բանին, պետք է չխանգարեն նկարիչին։ Թեկուզ քաղցր խոսք են ասում, պետք է չխանգարեն։ Իհարկե ներկա գտնվեցի Պապիկիս ցուցահանդեսին, այլ կերպ լինել չէր կարող ուղղակի։ Հիշում եմ, որ հենց ներս մտա միանգամից հենց ինչ-որ զգացմունքներ անհասկանալի եկան, նույնիսկ կարելի ասել, բայց հասկացա, որ ես հենց սենց էլ պատկերացնում էի, որ լինելու է, որ հենց այսպես էլ լինելու է, որ մարդիկ շրջելու են, չեն կարողանալու մեկ րոպեից պակաս կանգնել նկարների առջև, փորձելու են հասկանալ, վերապրել նկարները, երաժշտությունը զգալ, իրենց մարմնով անցկացնել։ Նույն բանը ինձ հետ եղավ բնականաբար, մի փոքր ավելի երկար կանգնեցի նկարների շուրջը եւ հասկացա, որ այդ նույն կտավները, որոնք ես ստեղծման փուլում տեսնում էի Պապիկիս արվեստանոցում եւ այն կտավները, որոնք կախված էին արդեն ցուցադրության վայրում, կարծես թե լրիվ ուրիշ լինեին, լրիվ տարբեր, լրիվ ուրիշ տիպի էին իրենք նայվում ցուցահանդեսի վայրում, ել ավելի լավ, ել ավելի գեղեցիկ, ել ավելի արտահայտիչ։ Կոմիտաս կար, Կոմիտասը հիանալի արված էր, Կոմիտասի այդ քնարական, այդ ինտիմ, այդ նուրբ զգացողությունները ամեն ինչը կար։ Հայ մարդու համար այդպես Կոմիտաս նկարելը ավելի հեշտ է, քան ենթադրենք այդպիսի լիստ նկարելը։ Կամ այնտեղ կար, ասենք, առանձին երաժշտական ժանրերին նվիրված նկարներ, ենթադրենք ցնցող մի սկերցո կար։ Կոմիտասը ես վերցրել եմ ամբողջ նկարը հայ բնություն է, հայկական, եւ այնտեղ մեկը սրինգ է նվագում, ու այդ ամբողջ ֆոնի վրա մուգ սև գույնով կռունկի նոտաներն են, նոտաները ճիշտ ոնց որ կա գրված։ Ու հետո գիտեք ինչն է շատ կարևոր, որ նկարիչը ինչքան խորը գիտի այդ ամեն ինչը, որ մի կտավի վրա կարողանում է, ասենք, արտացոլել այնպիսի մի հսկայական երևույթի, ոնց որ Բախն է։ Եվ դու տեսնում ես, ասում ես, ճիշտ է, Բախ։ Կա Բիզեի Կարմեն օպերայից Կարմենի ֆիգուրան, բայց մնացած բաները, որ դիտում ես, չասեմ վերացական, բայց այլ մի թեմա է դարձել, այլ մի ձևով եմ ես ուզեցել տալ, ոչ աբստրակտ է, ոչ ռեալ է, ֆորմալիզմ կա այդտեղ, ուղղակի ֆորմալիզմ, ձևապաշտություն, եւ որը կապեց մոտ գնաց Կարմեն հասկացողությանը։ Բացի Կարմենի ֆիգուրայից, ամբողջը իսպանական ճարտարապետական բաներ է, մյուս մասը նկարի, որը, այսպես ասած, կապում է, հուշում է դիտողին, որ սա Կարմենն է։ Հայ մարդը, հայ ստեղծագործողը ինչպես կարող է դիտարկել ու տեսնել ամբողջ եվրոպական մշակույթը, այս դեպքում երաժշտության միջոցով, մեծ դասական կոմպոզիտորների թողած տպավորության միջոցով։ Ես կարծում եմ, որ դա շատ մեծ բան է։ Մենք այդ, որովհետև այդ ամբողջի մասն ենք կազմում, մասը։ 8 տարի դաշնամուրի կուրս եմ ավարտել, բայց բաղաձայն եմ։ Ու միշտ երազել եմ Լուչանո Պավարոցիի նման երգիչ լինեի, թաշկինակը գրպանում ես ու երգեի, ոչ մի բան պետք չի, ներկեր, պալիտրա, կտավներ։ Այ Խաչիկը ունի սուր դիտողականություն, գույնի զգացողություն, կոմպոզիցիայի կառուցման հմտություն, ճաշակ, եռանդ եւ անսահման աշխատասիրություն։ Նրա գործերը զգացմունքային են, խոսում են հարուստ ներաշխարհի եւ յուրօրինակ աշխարհընկալման մասին։ Նրա մոտ եւ երևակայականը եւ իրականը իրար հետ են գործում եւ դառնում են շատ հետաքրքիր նուրբ աշխատանքներ։ Նկարչությունը ինձ համար չասեմ ապրելակերպ է։ Դա իմ կյանքն է, իմ հուզմունքներն է, իմ կյանքն է, իմ սերն է։ Այդպես կարտահայտեմ ես։
Առանց դրա ես կլինեի ոչ մի բան, այսպես ասած։ Ոչ բոլորը կարող էին սա անել եւ ինչքան ուժեղ պետք է նկարիչը զգա եւ նկարչությունը եւ երաժշտությունը, կոմպոզիտորներին, երաժիշտներին, իրենց ստեղծագործությունները, որ կարողանա այդ ամենը միասին այնպես ուժեղ ցույց տալ, ինչպես դա արեց պապիկս։ Բացառիկ ես կարծում եմ նկարներն ես այդպիսի թեմատիկայով ընդգրկուն ցուցահանդես չեմ տեսել եւ այս վերջ ցուցահանդեսի հետ կապված ինքը ցույց տվեց, որ դրան հասնելուն, այսպես նկարելուն, այսինքն պետք է առաջերտին կրթված լինել, տարբեր ոլորտ բաներով կիրթ լինել, այսինքն դա կլինի արվեստ, սպորտ, գիտություն, ինչ չէ, երաժշտություն, գրականություն եւ ամենակարևորը բարի պետք է լինի մարդը, որ կարողանա նմանատիպ ստեղծագործություններ անի։ Դա զուտ իմ կարծիքն է, որտեվ ամեն մեկին տրված չի այդ հատկությունները։ Ինձ համար հոգեհարազատ են բոլոր գույները։ Եղել են իմ մոտ ժամանակահատվածներ, պերիոդներ, որ դեղինն է միշտ եղել իմ աչքի առաջ։ Ինձ հուզել է դեղին գույնը։ Հիմա կապույտն է շատ ավելի հուզում, այնպես որ դա կախված է նկարչի տրամադրությունից տվյալ ժամանակահատվածում, լինի դա մի քանի օր, լինի դա մի քանի տարի, թե ամիս, կախված է դրանից, այնպես որ բոլոր գույներն էլ ինձ համար կարևոր են եւ ընդհանրապես ինչ գույնի մասին որ ասում են, բոլոր գույները ընդհանրապես 3 գույն գոյություն ունի՝ դեղին, կապույտ, կարմիր, մնացածը իրեն խառնուրդներն են։ Ինձ համար կախված է իմ տրամադրությունից եւ նկարի բովանդակությունից, ինչ եմ ուզում նկարեմ, որ գույնը ավելի ճիշտ կլինի այսինչ աշխատանքի համար։ Ինչպես նկարչության նկատմամբ պապան հետաքրքիր եւ ազնիվ, այնպես էլ բոլոր մնացած արվեստների մասին կարելի է նման բան ասել։ Լինում է, որ միասին նստած ենք, երաժշտություն ա դնում, ինչ որ ասում է, այս մի պահը հələ մի հատ լսի, տես ինչ գեղեցիկ, ինչ պրոֆեսիոնալ ձևի է դա կատարում, ու մենք քննարկում ենք այդ մասը, կամ այս գիրքը, տես ինչ ճիշտ բառերով է տրված նկարագրությունը, անընդհատ այդ քննարկումը կա, այդ չգիտեմ հանճար է պապաս, որ այդքան մտածում է, այդքան վերլուծում է եւ դա մեզ է փոխանցում, դա մտածելաձև է փոխանցում մեզ։ Եղել են երազանքներ ինձ մոտ մանկուց, փոքրուց, հետո արդեն ուսումնարան ընդունվելուց 15 տարեկան, 20 այդ երիտասարդ ժամանակներից երազում էի սիրեմ մի լավ աղջկա, միշտ կողքրստել, միշտ նկարեմ, այսպես։ Սիրեցի ամենասիրուն աղջկեքից մեկին, Երևանի, իմ կինը դարձավ, ավարտեցի 2 ինստիտուտ, ընդունվեցի նկարիչների միություն, հասել եմ իմ նպատակին ես եւ հպարտ եմ դրա համար, ուրախ եմ։ Ունեմ հրաշալի երեխաներ, ունեմ հրաշալի թոռնիկներ, որոնք նույնպես շարունակում են նկարչությունը։ Ամբողջ կյանքում համաշխարհային մեծերի, մեծությունների երաժշտությունն է եղել, թե դասական, թե ջազային, կապ չունի ոլորտը, ռոք, ես փոքրուց դա եմ լսել մեր տանը արվեստանոցում ու ճիշտ է, ես չեմ հայրիկիս ասել ինչու չես այդ ուղղությամբ ինչ որ մտածում, բայց ոնց որ ավտոմատ եկավ դրան, իմ համար սովորական էր, բայց ես հիացած էի, ինքը ոնց որ ամփոփեց, ինքը ամեն ինչը ամփոփեց այդ վերջի այս ցուցահանդեսում։ Հիմնական աշխատանքները 2 տարում եմ արել, առաջի տարին 1-2-3 հատ եմ արել, հետո մյուս 2 տարին արդեն շատ քանակով արդեն։ Ոգեշնչել են, դա ես սկզբից դպրոցի 8-րդ դասարանից գնացի Թերլեմեզյանի ուսումնարան նկարչական գեղարվեստի։ Այնտեղ ինձ ոչ միայն ինձ, մեր կուրսի տղաներին ոգեշնչողը Հովհաննես Համբարձումյանն էր, վաղամերիկ գծանկար առարկայի դասատուն,
ինստիտուտում արդեն Սուրեն Սաֆարյանն էր եւ Ռոմանոս Սարգսյանը։ Նրանք շատ են ոգեշնչել ինձ, բայց նկարիչներից, եթե անդրադառնամ նկարիչներին, իմ կուրքերն են եղել Ռեմբրանդը, Վան Գոգը։ Իհարկե ես այդտեղ մի մեծ գումարում կանեմ, որը շատ ամբողջական է, Միքելանջելոն։ Միքելանջելոն աստված է նա ուղղակի, բայց իմ սիրտը Ռեմբրանդն ու Վան Գոգն են եղել ոգեշնչողս։ Էլի շատերը կան, իհարկե, Վելասկես, Մատիս, շատ կա, բայց այն առաջի որոնց շատ եմ սիրում, Ռեմբրանդը եւ Վան Գոգն են։ Դա երբեք չեմ մտածել կրկնեմ, երբեք։ Իրանք ինձ ուղղակի հոգի են տվել, շունչ են տվել։ Դրա համար ես երբեք չեմ մտածել Ռեմբրանդի նման նկարեմ։ Ես մտածել եմ Ռեմբրանդի ուժի, Ռեմբրանդի հոգու նման նկարեմ, այդ ուժը, այդ սերը, որ ուներ Ռեմբրանդը նկարչության հանդեպ, ոչ թե իրեն նման լինեմ։ Այդ անունները, որ ես ասում եմ, նրանք ոչ թե ինձ սովորեցրել են, այսպես ասած, այլ կրթել են ինձ։ Ինձ կրթել են առաջ գնալու համար իմ գործի մեջ, նկարչության մեջ։ Վան Գոգի այդ համառությունը, Ռեմբրանդի հանճարեղությունը։ Չեմ ուզում համեմատեմ, որովհետև ընդհակառակը ես գտնում եմ, որ իր նկարչությունը, հատկապես իր այդ շատ ուժեղ գործերը, որ ես շատ եմ սիրում, իրանք չափազանց ինքնատիպ են ու ոչ մեկի հետ չեմ ուզում համեմատեմ։ Ես ունեմ իմ աշխատանքներում բավականին նկարներ կան, որ մինիմալիստական են շատ, բայց մաքսիմալիստական եմ ես նաև։ Այո, իհարկե, դա կա ինձ մոտ մաքսիմալիզմը։ Բավական հետաքրքիր եւ տաղանդավոր գեղանկարիչ է եւ երբևիցե նա այդ ամենը չի ցույց տվել։ Նա շատ ամփոփ եւ համեստ անձնավորություն է։ Սիրում եմ աշխատել ռեալիզմի ոճով, իհարկե, դա ոչ էլ չի, դա ապրելակերպ է։ Դրա հետ ապրում է նկարիչը, չէ՞։ Ռեալիզմն է ամենա ճիշտ արվեստը, որը իրեն մեջ պարունակում է շատ նրբություններ, իհարկե։ Իմ համար որպես նկարիչ պապիկը անսահման հետաքրքիր նկարիչ է, որովհետև ինքը չունի մի ձև ու մի ֆորմա, որովհետև ինքը ունի պիրուդներ ու ամեն պիրուդ ինքը փորձում է տարբեր ձևի լինել ու տարբեր ֆորմաների մեջ, տարբեր գույների մեջ գտնել ինչ-որ նոր բան ու իմ համար հենց որպես արտիստ ինքը հենց դրանով է հետաքրքիր, որտեվ անընդհատ տրանսֆորմացիա է ենթարկվում, անընդհատ աճում է ու անընդհատ նոր բան ես գտնում իր նկարների մեջ։ Ռոմանտիկ եմ, այո, կա ինձ մեջ այդ ռոմանտիզմը։ Ինչպես եմ ես դեպի իմ կտավը սիմվոլիկ ասած, մանկանց նման եմ, մանուկ ենք, մենք ոչ միայն ես, բոլոր նկարիչները այդ աշխատելու ընթացքում ինքը մոռանում է ամեն ինչ, տրվում է դրան, սերն է հաղորդում իր ոնց որ փոքր երեխան, այդպես է, այո, կա այդ մոմենտը։ Երեխայի նման սիրելով նկարում ես։ Եվ նաև հենց ինքը կարողացել է համաշխարհային իմպրեսիոնիստական ուղղությունը ու ազգայինը նաև ներհյուսել իրար։ Այս սրա մեջ պետք է տեսնել նրա նկարչության յուրահատկությունը։ Նախ եւ առաջ լինում են նկարներ, որոնք մինչև ստեղծվել է։ Ես միտեղ մի բան եմ տեսնում, մեջս մի այլ բան է առաջանում դիտողական, ես գալիս եմ տուն, էսկիզ եմ անում, հետո դա զարգացնում եմ։ Եթե ստացվում է, դառնում է հետագայում մի նկար, որը ինչ-որ ժամանակ է պահանջում։ Լինում է աշխատանք, որ միանգամից մի բան եմ զգում, 2 ժամում նկարում եմ, վերջացնում եմ։ Այդպես էլ է լինում։ Այսինքն կախված է քո ներսից, քո սրտից, քո ուղեղից, ոնց ես ընկալում, ոնց ես դա հաղորդում կտավին։ Շատ աշխատանքներ ունեն, որ շատ կարճ, մեծ են, բայց շատ կարճ են ժամանակահատված խլել ինձնից միանգամից։ Եղել են աշխատանքներ, որ շատ երկար, ամիսներ շարունակ, այդպես է։ Բնանկարներ ունի, դիմանկարներ ունի, այսինքն բազմաժանր նկարիչ է, կոմպոզիցիոն կտավներ ունի։ Արվեստի մեջ միշտ բոլոր քանդակագործների, գեղանկարիչների բոլորի մոտ 95-99%-ով մարդու կերպարն է, որով նկարիչը ստեղծում է մի աշխատանք, այսինքն մարդն է տիրում նրա աշխատանքում,
Ինչ վերաբերում է կնոջը, դե բոլոր նկարիչներն էլ ամբողջ երկրագնդի աշխարհի պատմության մեջ 99% տղամարդիկ են եղել նկարիչները եւ ինչ խոսք բոլորն էլ սիրել են կին հասկացողությունը եւ իրենց աշխատանքներում շատերը ունեն կնոջ կերպար հասկացողությունը ես նույնպես ոնց կարելի է չսիրել գեղեցիկը այս դեպքում Եվ ընդհանրապես որ նայում ես նրա մոտ, ասենք նույնիսկ պեյզաժներում չկան անխառն պեյզաժներ։ Ես երբեմն ասում եմ կինը ամենուր է, անկին պեյզաժ չունի Խաչատուր Այազյանը, որովհետև նրա համար կինը ոչ այնքան որպես շոշափելի կերպար կամ էություն, այլ խոհական բանաստեղծական։ Եվ Խաչատուր Այազյանի ստեղծագործություններում այդ քնարական բանաստեղծականը ու խոհափիլիսոփայականը գիրկընթխառն են զարգանում։ Քանի որ հետաքրքիր ընտանիք է, նկարիչների ընտանիք է ու մենք ուրիշ ձև չենք պատկերացնում, մենք շատ հաճախ եղել ենք մասնակից բոլոր process-ների ու եղել ենք հենց մոդելներ այդ նկարների համար։ Ստեղծագործական աշխատանքներում ունեմ աշխատանք ունեի կոչվում էր լիչնիմ կապույտ, բայց այնտեղ կար երկու կնոջ ֆիգուրա, որոնք գիշերով լողանում էին կապույտ լճի մեջ։ Շատերը դնում են կդնային, ասենք, լողացող կանայք, պարզ չի լողանում են, դիտողը տեսնում է, ես դրեցի լիճն իմ կապույտ, իմ լիճն է, իմ լճի մեջ լողանում են կանայք։ Խաչիկ Ազիզյանը զարմանալի գունազգացողությամբ նկարիչ է եւ տոնայնությունների նկարիչ է։ Ինձ համար ամենաբարձր արժեքը դա հայրենիքն է, հայրենիք հասկացողությունն է, շատ ավելի բարձր քան ընտանիքը եւ այլն եւ այլն։ Իմ կարծիքը դա է, այդպես է։ Ասեմ, որ շատ հայրենասեր է, զարմանալի կարդացած է եւ շատ լավ գիտի մեր պատմությունը եւ անհանգստություններ ունի, շատ անհանգստություններ ունի, որը կապված է այս դարի հետ, մեր չկարդացող երիտասարդության հետ, մեր մեծերին չճանաչող երիտասարդության հետ։ Այդ հոգեկան ծանր ապրումներից ծնվեց 2011 թվականին նրա Հայաստանը ես եմ կտավը, որտեղ ներկայացված են շուրջ 60 արվեստագետներ։ Դա մեր մեծերն են Ես վերնագիրն այնպես է միշտ ինձ հարցնում են ինչու ես այդպես դրել, Հայաստանը ես եմ, այդպես է կոչվում։ Դիտողը նայում է, ասում է, այս ես եմ, չէ, ինքն էլ է, չէ, ինքն էլ է դրա մեջ։ Մենք բոլորս այդ ամբողջի մեջ ենք, այդ ուժի մեջ ենք, չէ։ Դրա համար դրել եմ անունը այդպես վերնագիրը, Հայաստանը ես եմ։ Դիտողը նայում է, ասում է ես եմ։ Սիմվոլիկ է, էլի։ Ոչ մի աշխատանք Ազիզյանը առանց մտածելու չի անում։ Դրա մեջ երկար թեման խմորվում է, տարիներ շարունակ, այդ թեման նրա մոտ զարգանում է եւ նոր ստեղծվում է կտավը։ Պատկերացրեք ինձ մոտ այդպես ես կոնկրետ մարդկանց պորտրետներ համարյա թե չունեմ, 1-2 այդպես նկարիչներ կան, որ ունեն պորտրետներ, չի Այսինչյանի պորտրեն եւ այլ եւ այլ։ Ես այդպես չունեմ, տեսեք իմ ընկերները նստած են այստեղ, իրենց չեմ նկարել ես։ Իմ մոտ այդքան ձգտումս չի եղել պորտրետներ անելու։ Ինձ ավելի շատ հուզում էր ավելի թեմատիկ աշխատանքները։ Ունի իմ Երևանը, իմ Անուշ Հայաստանի կենացը տղերք ստեղծագործությունը, թեև վաղուց արդեն կայացած, ամրացած նկարիչ է, բայց միևնույնն է, միշտ ընտրում է նոր միջոցներ, նոր երանգներ, նոր գույներ, նոր մտքեր։ Իմ աշխատանքները, եթե չափերի մասին խոսենք, շատ տարբեր են, փոքր, մեծ, միջին, իսկ կոնկրետ չափը երկարուկ, ուղղահայաց, թե հորիզոնական, թե ինչպես դա ինստինկտիվ է լինում, այսինքն ես արդեն գիտեմ, որ պիտի նկարեմ այսինչ թեմայով նկար, ոնց կսազի դա։ Եվ քիչ թե շատ արդեն էսկիզներ անելուց ինստինկտիվ ստեղծվում է չափը։ Նայած թե ինչ ես նկարում։ Ամեն մի ստեղծագործության մեջ կա նաև երաժշտություն, հետաքրքիր գունային հարաբերությունները այնպես է ընտրում եւ թեմատիկա, որ կարծես երաժշտություն է եւ դա իրեն ամենահաջողված գործերի մեջ արտահայտված են լիովին։ Մի մարդ, որ սովորել է թե տեխնիկումը, թե ինստիտուտը ու լավ նկարիչների հետ է
ստեղծագործել, ցուցադրվել, չի կարող պատահի հենց այնց նա ցուցադրվի, հենց այնց գործ բերի։ Բերել է այն գործը, որ հերվից տեսնում են, ասում են, դա Ազյանի գործն է։ Նա իր դիապազոն այնքան մեծ է, որ էլ չասած։ Չի կանգնում մի ինչ-որ բանի վրա ու ամբողջ կյանքը։ Չեն, նա զարգանալու տեղ ունի, ինքնազարգացում է ապրում նա, ամեն անգամ։ Նրա համար ամեն ինչը հետաքրքիր է, 4 կողմը ինչ է կատարում, ջահելությունը։ Իր արվեստը, որ նայում եք, ջահելության հոտ է գալի, ջահելության գույներ են դրանք, ամեն ինչը տարիքային ոչ մի բան չկա այդտեղ, չտեսնված անձնավորություն, որը իր արվեստի մեջ դա ամեն ինչը զգացվում է։ Աշխարհի ամենալավ պապիկն է, չգիտեմ ինչ ասեմ, շատ եմ սիրում ու իմ համար ամենաթանկ մարդկանցից մեկն է այս կյանքում, իմ ընկերն է պապիկը։ Պապան սովորացրել է ճաշակ։ Ինքը բարձր ճաշակի տեր մարդ է։ Շատ երջանիկ եմ, որ նկարիչ եմ, որովհետև շատ ազատ եմ։ Ազատ եմ, իմ միտքը, իմ ապրելակերպը շատ ազատ է։ Ես պատկերացնում եմ, եթե չլինեի նկարիչ, լինեի մի տնտեսագետ, չգիտեմ, ինժեներ, բան, ես չէի դիմանա այս բնավորությամբ։ Չէի դիմանա, չէի կարող։ Դրա համար երջանիկ եմ, որ նկարիչ եմ։ Ըմբոստ եմ նաև։ Ուզում եմ, որ երկրի վրա, Հայաստան երկրի վրա միշտ արև լինի։ Այո, իմ աշխատանքներում կա այդ հասկացողությունը, վերջի ցուցահանդեսում շատ սուր զգացվեց այդ հասկացողությունը արև։ Ես նկարել էի մի աշխատանք, որը կոչվում էր Մոցարտ։ Երկու ձեռքերեն արևին պահում են այդպես։ Ես հասկանում էի, որ երևի թե Մոցարտն է արևը երաժշտության մեջ։ Դե եթե երաժշտություն վերցնենք, երաժշտությունը նկարչության հետ այդպես ինչ-որ զուգահեռներ տանեմ, ինձ համար առաջինը Մոցարտն է։ Աստծո տված մարդ է եղել։ Նույնիսկ բոլոր արվեստները եթե վերցնենք, ինձ համար առաջինը ինքն է։ Աստծո տված է եղել։ Չի կրկնվի երբեք էլ Մոցարտը, չի լինի։ Շատ եմ մասնակցել հանրապետական միջազգային ցուցահանդեսների, ընդհանուր ցուցահանդեսների եւ ունեցել եմ իհարկե անհատական ցուցահանդեսներ։ Առաջի հիմնական այսպես ամուր ցուցահանդես անհատական ամենակարևորը ինձ համար 2014 թվին էր Երևանում նկարիչների տանը, որը շատ հաջողություն ունեցավ, բոլորը ներկա էին, շատ այցելու ներկա էին, շատ էին եւ դա ինձ հուզում էր։ Ես ուրախանում էի եւ հպարտանում էի։ Դրա արձագանքը եղավ ինձ հրավիրեցին նույն ցուցահանդեսը տանել Ստեփանակերտ, Ղարաբաղ, Արցախ։ Եվ 16 թվին նույն ցուցահանդեսը տարա այնտեղ։ Իմ ընկերները արցախցի օգնեցին տանել, բերել, կախել եւ այլն։ Եվ այնտեղ էլ շատ հաջողություն ունեցավ։ 21 թվին Երևանում էլի բացվեց իմ անհատական ցուցահանդեսը, որը նման չէր 14 թվի ցուցահանդեսին իր տեսքով, իր գույնով, իր զգացականով, ավելի շատ տղաները այսպես էին ասում, դեպի արևը, այդպիսի խոսք կար ցուցահանդեսի անվան համար։ Երևի թե ճիշտ է, ավելի գույներս մաքրվել էր, ավելի պայծառ էի ներկայացել այդ աշխատանքներով։ Դրանից առաջ եղել է մի լավ կարևոր ցուցահանդես 1999 թվին էր Ամերիկայում Ֆիլադելֆիա քաղաքում եղավ շատ կարևոր ցուցահանդես, որ ինձ շատ շունչ տվեց, հոգի տվեց ինձ գնումներ եղավ եւ ես հպարտացել էի։ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Բեյրութում չեմ եղել, բայց ցուցահանդեսը գնացել է։ Ֆինլանդիայում, Կորեայում եմ ցուցադրել աշխատանքներ, էլի չեմ եղել, Աշխաբադում եմ եղել, Սովետում շատ եղել, Մոսկվայում շատ տեղերում եմ եղել, շատ նկարներ եմ, մի քանի հազար։ Այո։ Հիմա որ ունեմ գրված ու մոտ ինչ նկար կա, այդ արդեն մի քանի 100 է։ Գժվել կարելի է, շատ եմ, մի քանի հազար ասելով երևի
մի փոքր ճեպանկարներ հաշվեն կլինի մի իրոք 7000, 8000, 10000 չգիտեմ։ Ամբողջ աշխարհում ծրված է։ Միացյալ Նահանգներում շատ կա, Ֆրանսիայում շատ կա, Ռուսաստանում կա, Բեյրութում կա։ Աշխարհին ոչինչ չեմ ուզեցի ասեմ, առաջին հերթին ինքս ինձ եմ ուզեցել բան ասեմ։ Եվ ընդհանրապես ցուցահանդեսը շատերը նկարիչներ շատերն ասում են, ինչի ես բացում, մի անգամ բացել ես հերիք։ Ոչ, ցուցահանդեսը նրա համար է, որ դու քեզ տեսնես։ Առաջի կարևոր բանը դա է, որ նկարիչը ինքը իրեն տեսնի, արվեստանոցում չի տեսնում մի քանի նկար։ Իսկ դահլիճի մեջ պարզ երևում է ինքն իրեն տեսնում է եւ հասկանում է։ Եվ շարունակությունն է մտածում, հետո ինչ պետք է անի։ Անեկդոտ չի, մի այդպիսի խոսք կա, ասում են, Աստվածը կանչում է Մոցարտին իրեն մոտ, ասում է, քեզ նշանակում եմ երկրի եւ երկնքի ամբողջ երաժշտական աշխարհի գլխավորը, գլավլի դիրիժորը եւ Մոցարտն ասում է, ամոթա, Բախը, Աստվածն ասում է, Բախը ես եմ։ Եվ Մոցարտի երաժշտությունը հաղթահարելով երկրի ձգողականությունը ճախրեց դեպի արևը։ Խաչատուր Ասիսյան